Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ փաստի անդրադառնայի Բաբկեն ջան, ուրեմն այդ նույն չինովնիկներից կա իմ շենքում, որտեղ որ ես ապրում եմ, տունը վաճառում է իր 73 քառակուսյանոց տունը 135 միլիոն դրամով, անցնում է մի 6-7 ամիս, նույն շենքում 4 հարկ հետնում է վերև, ավելի բարձր հարկ, առնում է արդեն 150 քառակուսյանոց տուն 100 միլիոն դրամով։ Ու գիտեք, իմ հետի կոռուպցիա, թե կոռուպցիա չի, հասկանում եք, կամ մի հատ ուրիշ օրինակ բերեմ, գնաց ենք դա ինչ ոնց կբնութագրեք, ցույցերի ժամանակ ոստիկանները հավաքում են կարմիր բերետներով, նկարները կա, վիդեոները կա, 6-7 հոգով ինձ խփում են, եկել են առերեսման, ասում այո, ընկաստեղ ես եկել խփել եմ, այն մեկին ասում բա դու ինչ եկար խփեցիր, ասում դե բոլորը խփում են, ես եկա մի հատ կացով խփեցի, բռնեցին քննիչին, հանեցին գործից, որովհետև քննիչը չէր փակում այդ գործը։ Ասում ինչի համար է սարը, ասում դե Մանուկյան Մեսրոպն ասեց, որ եթե մորը կամ քրոջը մի հատ ջայլ աղջիկ երեխու ծեծում էին իրանք, էլի, ասել եմ աղջիկ երեխուն ծեծելը խփելը դա անբարոյականություն է, ասում տենց բան ասեց, ասում բա լավ է արի քննիչն ասում, բա ինչ պետք է ասել, ասում դե իմ համար աղջիկը մայրը կապ չունի, բան, այս քննիչը սենց գժվեց, էլի, անջատեց վերջի խոսքերս ոստիկաններին ասեց, բան, բռնին քննիչին հանեցին գործից։ Ես երևույթ նույնակ ինչ է ժողովուրդ հասկանում եք, բայց նաև իմ խնդրանքը հավաքված բոլորին Նիկոլենք եկել են կոռուպցիայով, մենք բոլորս աշխատանք ունենք, որ ամեն օր ցույց տանք ինչ կոռուպցիայի մեջ են իրանք թաթախված, ուրիշ բան չասեմ, այսօր Սարյան փողոցով դուրս ես գալիս քայլում ես, առաջ Կիլիկիայի գարեջրի շշի հետ երազող նկարահանվողները որ կային, որ այսօր իրանք ձեռը Կիլիկիայի անգել խմում են, նկարվում տենց ոգևորվում էին, այսօր Սարյան փողոցում իտալական գինների որակից են իրենք խոսում, այսինքն տունը չեն առնում գնան, փողերն այնքան է շատացել, որ իրանք գալիս են, չգիտեմ, ամենաթանկ ռեստորաններում, այնտեղ Դափնինա կամ մյուսնա, նայում ես անցնում ես, ասում ես մի հատ ձեզ նայեք 6 տարի առաջ ու հիմա ձեզ նայեք, ուրիշ բան պետք չի, էլի, այսինքն այդ մարդկանց փողն այնքան է շատացել իրանք գրպաններում, որ չգիտեմ որտեղ ու ոնց իրանք ծախսեն։ Շատ շնորհակալություն, Մեսրոպ ջան։